Հայաստանի Հանրապետության կառավարությունը 65.2 միլիոն դրամով կապելացնի Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ին տրամադրվող սուբսիդիան ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։ Կառավարության հաստատած նախագծի համաձայն 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312.2 միլիոն դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246.9 միլիոն դրամ։ Արդյունքում ըստ կառավարության առաջացել է 65.2 միլիոն դրամի տարբերություն, որը կառավարությունն առաջարկում է լրացնել բյուջետային վերաբաշխման միջոցով։ Սուբսիդիայի տրամադրումը ըստ գործադիրի նախատեսված է Հայաստանի Հանրապետության Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ի և ռուսական երկաթուղիներ ԲԲ-ի միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով։ Դրանով սահմանված է, որ պետությունը մասնակի փոխհատուցում է ուղևորափոխադրումներից ընկերության կրած վնասները, իսկ 2016 թվականից այդ փոխհատուցումը կազմում է հաստատված վնասների 30%-ը։ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպում է ունեցել արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները, անդրադառնալով շուկա մուտքի ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալներին։ Քննարկվել են նաև երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները, ասված է հաղորդագրության մեջ։ Առաջարկվում է 2026 թվականի բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 միլիարդ 35 միլիոն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ Այդ մասին որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՏԿ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Խոսքը վերաբերում է Արարատի մարզի 1 ծրագրի, որի համաֆինանսավորումը 157 միլիոն դրամ է, Արմավիրի մարզի 1 ծրագրի համաֆինանսավորումը 31 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի 310 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագրի 67 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագրի 143 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագրի 323.8 միլիոն դրամ։ Սույն որոշման հաստատմամբ կունենանք 2026 թվականի պետական բյուջեից 8 միլիարդ 384 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր, իրականացրած ընդհանուր 15 միլիարդ 65 միլիոն դրամ արժեքով, ասաց նա։ Նախարարի տեղակալը նաև նշեց, որ խոսքը հիմնականում վերաբերում է ասֆալտապատման, գազիֆիկացման, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցման, մանկապարտեզի շենքի կառուցման, ճանապարհների սալարկման աշխատանքներին։